Գնացինք։ Եկեք մի հատ սենց բան անենք, ամփոփում անենք, այսօր մանեն չի միանալու, ոչինչ, ես տեղյակ եմ, բանը, ինչ անունը, դասը կնայի, խնդիրները կլուծի, կգա կհասնի մեզ։ Մինչև այդ ռեդակտորն է բացեմ, համաձայնեք։ Եկեք մի հատ ամփոփում անենք, հասկանանք անցած դասին մենք ինչը անցանք։ Երեխեք ջան, ով է հիշում, ուրեմն օբյեկտի մեջի k-ը ինչ տիպ է վերադարձնում, ինքը միշտ ինչ տիպ է լինում։ Այո, օբյեկտի k-ը լինում էր string, ճիշտ է։ Քանի եղանակով կարանք օբյեկտի value վերցնենք ու իր մեջ չեղած փոփոխական ավելացնենք, ոնց կարանք վերցնենք, ոնց կարանք ավելացնենք։ Ասենք ունենք այս օբյեկտը, վրեժ ջան, դու ոնց կավելացնես իրա վրա, ասենք օրինակ կա էլեմենտ, կա k-ը, ոնց կավելացնես ու իրան տաս արժեք, ինչ գրեմ, որ ավելանա այս օբյեկտի մեջ այդ տարը։ Դա գրել եմ արդեն, ունեմ էստի։ Հիմա այս օբյեկտի մեջ ոնց ավելացնեմ թազա տար։ Չէ, դա էսի կարամ, հա, վիզուալ ավելացնեմ, գրեմ ասենք կան սենց, հա, 24, էսի հասկացանք, եթե այտենց չեմ ուզում ավելացնեմ, ուզում եմ, որ դսից իրան ինչ-որ ուրիշ եղանակով ավելացնեմ, ինչ պետք է գրեմ։ Ինչ գրեմ, obj, ինչ, կետ, կա, հավասար է, հա, հիմա որ կոնսոլ լոգ անեմ իմ obj-ն, չէ, առանց կետ, space ներքևը գնաց, այդ չի մեզ, հիմա ինքը ավելացնելու է, չէ, եթե object-ս բերեմ, երկարա ցույց չի տալի, բայց հեսա, կա, որի դիմաց գրված էր 100, այսինքն եթե ուզում ենք օբյեկտի մեջ ինչ-որ մի հատ տար ավելացնենք, գրում ենք օբյեկտի անունը կետ, նոր ստեղծվելիք k-ի անունը ու դիմացը գրում ենք հավասար է, իր արժեքն են գրում, եթե ուզում եմ ինչ-որ string-ային բան ավելացնեմ, հա, գրում եմ պարտադիր ճակերտներ ու իր մեջ եմ ավելացնում, կան string-ը, string-ը ավելանում, Okay, որ ցիկլն էր նախատեսված օբյեկտի համար, ով կարա ասի։ Որ ցիկլն էր ու ինչ առանձնահատկություն ուներ, ինչ էր վերադարձնում ինքը։ Դե for-ին է, ճիշտ է, ով ասեց։ Դու էլ Միլենա ջան։ Հա, for-ինը, դե դեզանից մեկը թող ասի, թե for-ինի առանձնահատկությունը որն է ու ինքը ոնց է գրվում։ K-երը, ճիշտ է։ Ու վերցնում է բոլոր k-երը, չէ։
Այսինքն ցիկլի ամեն իտերացիայի ժամանակ ինքը մեզ վերադարձնում է մեր բոլոր k-երը։ Իսկ եթե ես ուզում եմ վերցնեմ value-ները, ինչ պետք է անեմ։ Ստեղ գրում եմ, քո ասած, for let k in obj գրեցի։ Ձևավոր փակագծերը դրեցի։ Ինչ է ուզածը։ Ուրեմն գրել եմ ցիկլը for in-ն է, ճիշտ է։ For in։ Այսինքն զանգվածի համար նախատեսվածը որն էր։ Օբյեկտինը for in-ն է, զանգվածի համար որն էր։ For of-ը, ճիշտ է։ Երիկ ջան, դու միացած ես դասին։ Հա, օքեյ, լավ։ Դե ասա, հիմա ոնց կարամ վերցնեմ բաները։ Value-ները, արժեքները ոնց կարամ ցույց տամ։ Ուզում եմ մենակ ցույց տամ 1-ը, 5-ը, 7-ը, 45-ը, 21, 36։ Ու այս string-ը, բնականաբար, որը որ արդեն ավելացել է օբյեկտի մեջ։ Ինչ գրեմ։ Console log ինչ անեմ։ Ինչ։ Ինչ էր։ Object հետո ինչ անեմ։ Ու մեջը k։ Ապրես մի լինել։ Շատ լավ է։ Վերադարձնում է արժեքները, ճիշտ է value-ները։ Այսինքն եթե մենք ուզում ենք ստանալ մեր օբյեկտից ոչ թե k-երը, այսինքն այս բանալիները, չէ, այլ դիմացի value-ները, մենք ցիկլը ֆռում ենք ու console log-ով կամ ուրիշ տարբերակով, եթե մենք ուզում ենք value-ների հետ աշխատանքներ անենք, obj գրվում է տվյալ օբյեկտի անունը, քառակուսի փակագծերի մեջ գրվում է k, որը մեզ վերադարձնում է օբյեկտի value-ները։ Որ մեթոդն ու որ գրվածքն է վերադարձնում օբյեկտի k-երը զանգվածի տեսքով։ Հեծատառ օբյեկտ, հետո Եթե ուզում եմ k-երը, ինչ էի գրելու։ Object get case փակագծի մեջ, որ օբյեկտի k-երն եմ, չէ, ուզում վերցնեմ։ Քանի որ ծրագրիս մեջ կարամ ունենամ շատ օբյեկտներ։ Ես իրան պետք է ասեմ, գնա որ օբյեկտի k-երը որպես զանգված վերադարձրու ինձ։ Լավ։ Console log եմ անում, որպեսզի տեսնենք։ Всё։ Իսկ եթե ուզում եմ value-ները երեխեք, ոնց եմ անում արժեքները։ Եթե k-երը եմ ուզում։ Object get value, չէ, դժվար բան չկա ընդհանրապես։ Ու գրում ենք նորից օբյեկտի անունը։ Երկուսն է վերադարձնում են մեզ զանգվածներ, մեկը k-երի, մեկը value-ների, չէ։ Ու արդեն այս զանգվածների հետ կապված կարանք գործառույթներ։ Դե վրեժը ասես delete-ի մասին, որը շատ լավ աշխատում է իր հետ։ Ու ջնջում է այդ տարը։ Շատ լավ։ Ինչ է իրանից ներկայացնում array is array մեթոդը, երեխեք ջան։ Ինքը, երբ որ մենք գրում ենք array is array, հիմա խնդիր կլուծենք, ըստ դրա էլ կանենք, հա։ Երկու հատ խնդիր կլուծենք array is array-ի վերաբերյալ։ Ու հետո դրանից հետո խնդիրներ կլուծենք, որտեղ օբյեկտներն ու զանգվածները իրար խառնված կլինեն։
ու միասին կլուծենք իրար հետ քննարկելով ու հասկանալով։ Ինչա իրանից ներկայացնում array is array մեթոդը։ Իրա գրվածքը ամենալավ ու ամենաճիշտ ձևով կբացատրվի հենց խնդրի մեջ։ Array is array-ը մեթոդը, որը ստուգում է արդյոք տվյալ էլեմենտը կամ տարը զանգված է, թե ոչ։ Որովհետև երբ որ օբյեկտի մեջ մենք ունենանք զանգված, օրինակ ունենք հետևյալ օբյեկտը, հա, let obj հավասար է, բացում եմ ձևավոր փակագծերը, գրում եմ AK-ը, որի value-ն զանգված է 1 ստորակետ 2, գրում եմ ստորակետ, գրում եմ B K-ը, որի value-ն 10 է, ստորակետ CK-ը, որի value-ն էլի զանգված է 3, 4, 5 տարերով։ Հիմա, որպեսզի ես հասկանամ, թե իմ օբյեկտի մեջ արդյոք զանգվածով, արդյոք ունեմ արժեք, հա, value, որը որ զանգված է, թե չէ, հիմա այս խնդրի պահանջը դնենք գտնել, քանի property արժեք, հա, քանի property է array-ը։ Քանի property-ն, եկեք սենց գրենք, property-ն է array, հա, սա պահանջն է մեր։ Հիմա գնացինք։ Քանի որ մեզանից հարցնում է, երեխեք դուք էլ եք այս խնդիրը գրում ու ընդհանուր քննարկելով ենք անում, հա, ես երբ որ հասնենք արդեն զանգվածի չեկինգին, այսինքն զանգվածի ստուգման հատվածին, ես այդ դեպքում array is array կգրեմ, բայց մինչև այդ մենք իրար հետ ենք անելու։ Հիմա, եթե ինձանից հարցնում է քանակ, ես ինչ պետք է ունենամ։ Մի անգամից ինչ եմ մտածում ու ինչ եմ անում։ Եթե ինձանից ուզում է գտնել քանի, քանակ է ուզում ինձանից, ես հետ պետք է վերադարձնեմ իրան ինչ-որ մի հատ քանակ։ Այդ քանակը որտեղ եմ պահելու, ինչ անեմ։ Ամենաառաջի գործողությունս, ինչ պետք է անեմ։ Դե, անցած դասին էլ ասեցի։ Ինչ պետք է անեմ։ Երեխեք, մի հատ փոփոխական պետք է պահեմ։ Դա կլինի count, թե քանակ, ինչ ուզում եք դրեք անունը։ Մի հատ փոփոխական եմ հայտարարում, իրան տալիս եմ 0 արժեք։ Սկզբից քանակը 0-յա։ Քանի property-ն array, հա, քանի հատ այս value-ներն array։ Ես դա պիտի հաշվի առնեմ։ Բայց այդ քանակը վերջում ստանալու համար մի հատ պետք է փոփոխական ունենամ, որի սկզբնական արժեքը 0-յա, որ իրա մեջ հավաքեմ։ Այսինքն ինչքան գտնեմ, ասեմ count ջան, դու մի հատով ավելացի։ Դրա համար ինձ պետք է մի հատ նոր փոփոխական։ Այդ նոր փոփոխականը հայտարարում եմ let-ով, անունն է դնում եմ count։ Իրան վերագրում եմ արժեք 0, որ երբ որ մի հատ property գտա, որը որ array-ա, ես count-ս պլյուս անեմ։ Հիմա օբյեկտի տարերը վերցնելու ու այդ տարերը հասկանալու իրանց այդ բաները, հա, value-ները զանգված են թե չէ, ինչ պետք է անեմ։ Օբյեկտի տարերը վերցնելու համար ինչ պետք է անեմ։ Երեխեք, ես օբյեկտի հատ այս տարերը վերցնելու համար ինչ պետք է անեմ ես։ OBJ length-ը ինձ կարա տա մի հատ OBJ length-ը, տեսեք երեխեք, վերադարձնում է մի հատ թիվ, եթե վերադարձնում է, ինքը վերադարձնում է թիվ length-ը մեզ։ Այս ընդհանրապես length-ը պետք չի։ Այս պահին։ Ինչ անեմ, որ տարերը վերցնեմ մեջից։ Երեխեք, տարերը վերցնելու համար for չփռան վրեն։ For եմ ֆռում իրա վրա, որպեսզի առանձին տարերը վերցնեմ, ցիկլ է ինձ պետք, ցիկլ,
Իմ բանը օբյեկտը կարա անծայրածիր լինի։ For եմ ֆռում, գրում եմ let k in obj։ Մեր իմացած k for-ինն եմ ֆռում, obj։ Հիմա իրա value-ները ոնց կարամ վերցնեմ, որ ստուգում անեմ։ Հիմա ես իրա value-ները ոնց կարամ վերցնեմ։ Էսի k-երի համար եմ ֆռացել այս ցիկլը։ Իրա value-ն ոնց ենք վերցնում, նոր էլ ասեցինք։ Ինչ գրեմ հիմա այստեղ։ Կետ չէ։ Չէ։ OBJ Okay, սա արժեքն է, չէ՞ վերադարձում։ Երեխեք, հիմա ինձ պետք է, որպես ես հասկանամ, այս արժեքը, եկեք միած սա տպենք։ Console log անենք, OBJ-ի k-ը։ Ու հասկանանք, վերջապես, ինքը ինչա վերադարձնում մեզ։ Ուրեմն, եթե դուք ուզում եք օբյեկտի տարերը վերցնեք, երեխեք, իր այդ օբյեկտի համապատասխան օբյեկտի վրա ֆռալու եք for-in։ For-in-ը նախատեսված է օբյեկտի համար, որը որ ցիկլը ֆռում է k-երի համար։ Վերցրեցիք, եթե դու ուզում ես արժեքները վերցնես դրանից, գրում ես քո օբյեկտի անունը, քառակուսի փակագծեր ու k։ Իսկ եթե դու ուզում ես ուղղակի k-երը վերցնես, գրում ես console log k։ Ինքը k-երի վրա է ֆռացել է։ Էսի k-երն է, A-ն էսի է, B-ն էսի է, C-ն էսի է։ Ամեն անգամ ինքը տպում է։ Առաջի իտերացիայի ժամանակ տպում է console log k, որ վերցրել է A-ն, հետո գալիս է console log obj k, վերադարձնում է 1 2 զանգվածը։ Զանգվածը, որի տարերն են 1-ն ու 2-ը։ Երկրորդ իտերացիայի ժամանակ, այսինքն սենց ասած ցիկլի երկրորդ կռուգի ժամանակ, շրջան այդ բանի, հա, որ անցնում է ցիկլի մեջով, շրջանի ժամանակ, ինքը վերցնում է bk-ը, հաջորդ տողով console log ենք արել obj-ի k-ը, այսինքն b-ի դիմացի գրած value-ն է վերցնում։ Մեզ պետք է, որ մենք վերցնենք value-ները ու հասկանանք, թե քանի value ունենք, որոնք որ զանգված են։ Դրա համար հիմա console log-ը տպել ենք, որպեսզի հասկանանք, թե ոնց կարող ենք օբյեկտի տարերը վերցնել։ Ստեղ, երեխեք ջան, այս console log-ի փոխարեն, ինձ պետք է դնեմ այդ checking-ը, հա, որը որ ստուգում է, արդյոք իմ value-ն զանգված է, թե ոչ։ Ինչ եմ անելու, գրում եմ պայման։ Գրում եմ պայման, if-ը բացվեց։ Հիմա այս if-ի մեջ, ինչ եմ գրելու։ If-ի մեջ գրում եմ, այսօր որ ասում էի, array is array մեթոդ կա, ճիշտ է։ Գրում եմ, array get is array, տեսեք, ստեղ կա, գրվում է հետևյալ ձևով։ Array is array, փակագծի մեջ գրում եմ ստուգվող էլեմենտը, տարը։ Արդյոք իմ սա ինչ է անում, գալիս է, ասում այս obj-ի k-ը, սա երեխեք, քննարկվող էլեմենտն է։ Ու այս մեթոդը, որը որ այս փակագծերով պարունակում է իր մեջ, հա, այդ տարը, ինքը այդ տարը միանգամից ստուգում է։ Array-ա, թե array չի։ Եթե array-ա իմ պայմանի մեջ, կվերադարձնի դրական արդյունք։ Ու ես միանգամից ստեղ գալիս եմ, ասում եմ, եթե array-ա, ինձ պետք էր գտնել, թե քանի հատ property-ն է, չէ՞ array։ Դրա համար գալիս եմ իմ count-ը, անում եմ ++։ Ամեն անգամ իտերացիայի ժամանակ կգա, առաջի իտերացիայի ժամանակ կգա անկը վերցնի, ստեղ կգա ստուգումը կանի, առաջի անգամ հաշվենք եկե մտելա ցիկլի մեջ ինչա անում։ Վերցնում է ան ու այս obj k-ով մենք վերցնում ենք այս զանգվածը, 1-ը 2-ը։
Հիմա այստեղ դնում է array is array ու հաշվեք ստե առաջի անգամ երեխեք ջան դնում է էսի դնում է այսենց 1-ն ու 2-ը 1 ստորակետ 2 ստորակետ 2 հիմա սա array-ա թե array չի array-ա չէ ինքը վերադարձնում է true if-ի պայմանի բլոկի մեջ եթե true է ինքը մտնում է իր հակագծերի ներսում ճիշտ է առաջի բլոկի մեջ է մտնում մեզ տեղ else արժեքը պետք չի ընդհանրապես դրա համար մենք միանգամից գրում ենք եթե արժեքը true է այսինքն array է գտել է ուրեմն array ինքը count-ը ++ անում հենց առաջի իտերացիայի առաջի այդ շրջանի ժամանակ ինքը գտավ որ մի հատ array կա count-ը սարքեց 1 հետո երկրորդն է գալիս b-ի վրա է ֆռում ստե գալիս է դնում է երեխեք b-ի արժեքը ինչ է 10 ստուգումը անում է ասում է array is array ասում է 10-ը զանգված է թե ոչ ասում է չէ false է չի մտնում այս բլոկի մեջ ստե չի մտնում ու вообще ոչ մի բան չի անում count-ը հələ 1 մնում է ինքը անցնում է հաջորդ կրուգի որտեվ պայմանին չբավարարեց if-ի բլոկի ներսում չմտավ ելնում է հաջորդ բանին շրջանին վերցնում է մեր օբյեկտի երրորդ էլեմենտը c-ն է ճիշտ է c-ն վերցրեց եկավ ստե բերում նստեցնում է այս զանգվածը 3-ը 4-ը 5-ը ու ստուգում է սա զանգված է թե չէ քանի որ ինքը զանգված է մտնում է if-ի բլոկի ներսում ու count-ը եւս մի հատով ավելացնում է այսինքն եթե ես վերջնական որպեսզի սենց անընդհատ ուղղակի սա ասեցի որ պատկերացնեք ոնց է կատարվում հա այդ ցիկլի վերցնել դնելը իր ստուգելը ու if-ի բլոկի մեջ մտնել կամ չմտնելը մտնելուց հետո էլ count-ի ավելացնելը ստե միանգամից գրում ենք obj քառակուսի փակագծեր ու k count-ը եղավ վերջնական count-ի արժեքը ստանալու համար ու արտապատկերելու համար դուրս եմ գալի ցիկլից ու այս գլոբալ տիրույթում երեխեք տպում եմ console log-ով count-ը հիմա իմ օբյեկտի մեջ քանի property ունենք որ array էր քանի հատ արժեքներ array քանի value-ներ array 2 հատ ճիշտ է մեկը i-ինն էր ճիշտ է այս 1-ն ու 2-ը մեկն է c-ինն էր 3-ը 4-ը 5-ը հիմա գնանք հասկանանք մենք երկու արժեքը ստացել ենք թե ոչ всё count-ը 2 այսինքն մեր խնդրի պայմանը բավարարված է քանի հատ ունենք մենք այդքան քանակությունը գտանք ճիշտ է Պարզ էր երեխեք խնդիրը գրեցիք ձեր մոտ
Որ գրել եք, էսի մաքրենք։ Երեխեք ունենք մի հատ object let data։ Ուրեմն, այս մեր object-ը իր մեջ պարունակում է մի հատ users անունով k, որի value-ն զանգված է։ Երեխեք արդեն սովորում ենք բարդ տեսակի օբյեկտների հետ աշխատանքը, այսինքն կարա k-ը լինի սովորական, k-ը կարա լինի, չգիտեմ, սովորական իր value-ն պետք կարա լինի զանգված, որի մեջ կա համ օբյեկտ, համ զանգված ու սենց խառը լիքը բաներ, լիքը տես բաներ ենք անելու։ Ուրեմն, ունեմ մի հատ object, որի մեջ կա users անունով k, իր դիմացի value-ն, ուրեմն էլի բանը, հա, զանգված է, որը իր մեջ պարունակում է երկու հատ item։ Առաջինը, երկուսն էլ այդ երկու item-ներն է օբյեկտներ են։ Օբյեկտի ներսում կա name անունով k, որը կդնենք, ասենք, չգիտեմ, Gurgen, հաջորդ պարամետրը կտանք age, հա, իր տարիքը 23, այս զանգվածի երկրորդ տարը, այս բանը ինչ անում է, սենց բարդ գրվածները մի հատ հասկանում ենք, ինչ խորացումներ ունի, զանգվածի մեջ օբյեկտ է, օբյեկտի մեջ զանգված է, ու այս խորացումները ոնց կարանք մենք այս կծիկը քանդենք, հա, որտեղից մեզ ինֆորմացիա կարանանք վերցնենք ու օգտագործենք։ Երկրորդ զանգվածի մեր տարը նույնպես օբյեկտ է, որը ունի իր մեջ նորից name, անունը կտանք, չգիտեմ, Աննա, ինչ-որ, երկրորդ անով կգրենք age, իր տարիքն է կգրենք 25։ Հիմա, առաջի օբյեկտի k-ը ստացանք, երկրորդն էլ գրում ենք, ուրեմն, scores-ը իրանից ներկայացնում է մի հատ նորից զանգված, իր արժեքները զանգված, որի մեջ կա 100 ու 200 արժեքները։ Ուրեմն, երեխեք ջան, ստացանք, որ ունենք մի հատ զանգված, ունենք մի հատ օբյեկտ, ներողություն, data անունով օբյեկտ։ Օբյեկտի ներսում կա երկու հատ k, users ու scores։ Users-ի value-ն զանգված է։ Զանգվածի մեջ կա երկու item, հա, պարամետր, երկու պարամետր կա։ Այդ երկու պարամետրները օբյեկտներ են։ Օբյեկտների ներսում կա value 2k, ամեն մի օբյեկտի ներսում կա 2k, որոնք համապատասխանաբար ունեն երկու value-ներ։ Առաջինը դա name-ն է, որը գրված է Gurgen, երկրորդը age-ը 23։ Իսկ մեր զանգվածի երկրորդ item-ը նույնպես օբյեկտ է, որը ունի 2k ու երկու value-ներ համապատասխանաբար։ Հիմա raise array մեթոդը օգտագործելով մենք պետք է հասկանանք, թե որն է զանգված, որը զանգված չի, ու այդ ամեն ինչը տպենք։ Եթե ես ուզում եմ իր ներսի պարամետրերը վերցնեմ իմ օբյեկտի, բնականաբար պետք է նորից դիմեմ ցիկլին, ճիշտ է։ Այս մի խնդիրներ եմ լուծում, այն մյուս խնդիրները իրար հետ քննարկելով, հասկանալով լուծում եմ։ Ուրեմն գրում եմ let k in obj, սա մի հատ գրված կա, որը որ արդեն պետք է անգիր անենք, կոպիտ ասած։ Ու ասում եմ k in data։ Ուրեմն գալիս եմ միանգամից, որպեսզի ստուգումս կատարեմ, if-ի մեջ գրում եմ array get is array, ճիշտ է, ու իր մեջ պետք է ստուգումը անեմ, գրեմ data k-ը, արդյոք array-ա, թե array չի, որ ինքը վերցնի։ Հիմա մեր ցիկլը ոնց է աշխատելու։ Սկզբից վերցնել է users-ը ու վերցնի իր value, array-ա թե array չի, իհարկե array-ա, ճիշտ է։ Եթե array-ա, նորից պետք է ցիկլ խնամ։ Քանի որ ես պարզ տեսնում եմ, որ array-ա ու իր մեջ էլ կամ array-ա, կամ object-ա։ Ես պետք է մի հատ հասկանամ այդ բանը, օրինակ այդ ցիկլով մի հատ նորից մտնեմ մեջը, չէ՞։ Ասենք առաջի մեր ցիկլի իտերացիայի ժամանակ վերցրել է սա, այս օբյեկտ, այս բանը, զանգվածը, վերցրել է դրել է քննարկման։ Հիմա ես սրա բաները, այս զանգվածի էլեմենտները բա ոնց վերցնեմ։
Առաջինը վերցրել է data key-ը, ճիշտ է։ Հիմա ես պետք է այս զանգվածի էլեմենտներն է, չէ, վերցնեմ։ Բա զանգվածի էլեմենտները ոնց վերցնեմ։ Այս if-ի բլոկի ներսում, երեխեք ջան, միանգամից for of եմ ֆռում, քանի որ ինքը զանգված է։ Քննարկման ենթակա ու քննարկվող է այս դեպքում, երեխեք ջան, մեր այս զանգվածն է։ Առաջի իտերացիայի ժամանակ այս զանգվածն է։ Դրա համար, երբ որ ես վերցրել եմ պայմանով ստուգում եմ, ասում եմ array-ը, բայց ուզում եմ իր item-ները նկարեմ, ես այդ ժամանակ ես ուզում եմ բոլոր item-ները բաց նկարեմ, հա։ Այս name-ը Գուրգեն H23-ը, name-ը Աննա H25, կամ ես չգիտեմ 100-ը, 200-ը, կամ 100-ը 200-ը իրար հետ միասին։ Ուրեմն ինչ եմ անում։ Array մեթոդը օգտագործելով արդեն ստացա data key, այսինքն user-ի դիմացի զանգվածը վերցրել եմ իմ քննարկման որպես թեմա։ Ու վերցրել եմ, ասում եմ, եթե զանգված է, զանգվածի վրա էլ պետք է for ֆռամ, չէ՞ որ իր item-ները կարանամ նկարեմ։ Շատ լավ, զանգվածի for-ն է for-of-ն էր, ճիշտ է, եթե object-ինը for-ինն էր, զանգվածին է for-of-ն էր։ Հիմա ես մի հատ for եմ ֆռում ու գրում եմ let item of իմ արդեն զանգվածը data key-ն է, ուրեմն data key-ի վրա, data ու key, ու բնականաբար արդեն այս ցիկլի մեջ console log-ով տպում եմ, ինչը item-ը տպում եմ, իսկ այս if-ի, երեխեք, այս if-ը որ բացվել է, չէ, ստեղ իր փակագիծը պրծնում է, Էսի դրական արդյունքի դեպքում, մեր ուզած դրական արդյունքի դեպքում ավելի ճիշտ, եթե մենք ստացանք զանգվածը դրեցինք քննարկման, գուցե եւ մեր օբյեկտը ուներ նենց key, որի դիմացի value-ն ընդհանրապես զանգված չէր ու զանգվածի հետ կապ չունեցող բան էր, կամ boolean արժեք էր, կամ null էր, կամ undefined էր, կամ կարա լինի սովորական string ու number արժեքներ, ճիշտ է։ Եթե զանգված չի, հակառակ else ձևաչափում ասում եմ ուղղակի console log արա իմ բանը data key-ը։ Չէ՞ որ data key-ն էի վերցրել որպես քննարկման առարկա։ Ասում եմ, եթե զանգված չի, հակառակ դեպքում else console log արա data key-ը։ Հիմա սա կտպի այդ ինչ որ ունենք մեր օբյեկտի ներսում։ Տեսեք։ Name, էսի 100-ը ու 200-ը։ Պարզ էր երեխեք ջան, array մեթոդը ինչ է անում, ինչի համար է ընդհանրապես ինքը նախատեսված։ Հիմա շատ լավ։ Էսի ջնջում եմ։ Դուք կարաք ձեր մոտ կոմենտեք պահեք։ Երեխեք ջան։ Հիմա առաջադրանք let rr-ն հավասար է։ Գրում եմ մի հատ զանգված, այս զանգվածի առաջի էլեմենտը էլի զանգված է, որի առաջի տարը string-ով անա, երկրորդը մեկն է։ Երկրորդ էլեմենտը զանգվածից A1, երկրորդ էլեմենտը նորից զանգված է, որի մեջ գրված է B, ստորակել 2։ Երրորդ էլեմենտն էլ նորից զանգված է, որտեղ գրված է string-ով C ու ստորակել 3։ Հիմա պահանջը ինչումն է։ Ստեղծել object, այնպես որ rr-ը ի ու 0-ն
լինի k իսկ RR I ու մեկը լինի value Պարզա պահանջը Երեխեք RR I 0-ն Էսի արդեն ինդեքսացիայի հետ կապված խնդիրը, չէ՞։ Հիմա պետքա ստեղծենք օբյեկտ։ Այսինքն էդի մի անգամից հուշում եմ, որ ինչ պետք է անենք։ Մինչև ցիկլը։ Ինչ պետք է անենք։ Ասում եմ ստեղծել օբյեկտ։ Մենք հիմա ունենք օբյեկտ, թե չունենք գրած։ Այսինքն դրանից հետևություն, որ ինչ պետք է անենք։ Այսինքն գրում եմ let obj, որը որ հավասար է դատարկ ձևավոր փակագծերի։ Ու այս օբյեկտից մեջ պետք է այդ ստեղծվելիք k-երն ու value-ները դնեմ, ճիշտ է։ Քանի որ իմ խնդրի պահանջը ինձ ստիպում է, որպեսզի ես օգտվեմ երեխեք ջան ինդեքսների հետ, ուրեմն ես որ ցիկլի հետ պետքա գործ ունենամ, հա, որ for-ի, for-of-ն էլ է for, որ for-ի հետ եմ գործ ունենալու, որպեսզի կարողանամ ինդեքսների հետ աշխատանք անցկացնեմ։ Չէ։ Մեր ամենասկզբի անցած ցիկլը որն էր։ Որը որ վերցնում ու աշխատում էր ինդեքսների հետ։ Որը for let in հավասար է 0 չէ, հաջորդը պայմանը, հաջորդը քայլը, չէ։ Հիմա ոնց եմ գրում, for let in հավասար է 0, կետ ստորակետ, չէ, կետ ստորակետով չէ իրա մեջ, in, պայմանը ոնց եմ տալիս, in ինչա, ինչից, չէ, RR-ի length-ից, երեխեք RR-ի վրա ենք վրալու, RR-ը կետ length, շատ լավ է, հետո I++, բացեցի ձևավոր փակագծերը, ինչ են գրելու, պայմանը ինչ ասում, ստեղծել օբյեկտ, այնպես, որ RR-ի ու 0 լինի k, իսկ RR-ի 1-ը, տեսեք, միանգամից խոսում է այդ մասին, I1-ը լինի value, այսինքն, երեխեք ջան, պետք է ստեղծեմ k ու value, չէ, դա ոնց եմ անելու, ոնց եմ ստեղծելու, for-ի ցիկլի մարմնի մեջ, ինչ եմ գրելու, Չէ, մի հատ, տես Էրիկ ջան, սենց մտածի, մի հատ փոփոխականը ստեղծենք, հետո արդեն օբյեկտի մեջ կինտեգրենք, հա? Եվ ոնց անենք, փոփոխականը ոնց ստեղծեմ, մի հատ k փոփոխական եմ, չէ ունենալու, որ ասեմ k-ը որն է, value-ն որն է, let k, որը հավասար է ինչ, k-ը որը պետք է լիներ, պահանջի մեջ գրածը, ինչ է,
Հա, օքեյ, բայց ո՞րն է string-ը։ Հա, դա հասկացա, բայց ո՞նց վերցնենք, ծրագրային ո՞նց վերցնեմ այդ string-ը ցիկլի ներսում։ Ո՞րն է դառնում էդի։ Այսինքն ո՞նց պետք է գրեմ։ Երեխեք զանգվածի վրա եմ ֆռացել, ուրեմն չպետք է գրեմ RR քառակուսի փակագից։ Չէ՞։ Պայմանի մեջ ինչ է գրված, RR ի 0-ն լինի K։ Այսինքն RR ի ու RR 0-ն։ Առաջի անգամ, երբ որ իտերացիան լինի, որը կանի ինքը, RR ին առաջի բանի, հա, իտերացիայի ժամանակ ինչի է հավասար։ Երեխեք ին առաջի իտերացիայի ժամանակ ինչի է հավասար։ Հա, հիմա RR 0-0-ում ինչը հետ վերադարձնի։ Եթե ստե գրած RR 0-ի 0-ն, RR 0-ի, այս մեծ RR-ի 0-րդ էլեմենտը որն է։ Էսի է, չէ։ Ըհը, բայց սրա այս արդեն ստացածի RR 0-ի 0-րդ էլեմենտը որն է։ Անա, ճիշտ է։ Անա, իրա 0-րդն է Անա, սա 0, սա 1։ Այս RR 1-ինն է, RR 0-ն էսի է, ճիշտ է։ RR 1-ը էսի է, RR 2-ը էսի է։ Հիմա RR 0-ի 0-ն Անա, RR 1-ի 0-ն որն է։ Ըհը, այսինքն մեր K-երը կդառնան մեր RR-ի i-երորդի, քանի որ ցիկլը ֆռալու է 0, 1, 2 ու կանգնենք, ճիշտ է։ RR-ի 0-ն, էդի K-երն են, հա վալյուները որը կլնեն։ Վալյուները որը կլներ։ Հա, ճիշտ է։ Ըհը, էսի ստացանք երեխեք մեր K-երը ու մեր վալյուները։ Հիմա, երբ որ ստացել եմ առաջի, ասենք, այդ բանի ժամանակ, իտերացիայի for-ի, ստացել եմ, վերցրել եմ K-ն ու վալյուն։ Ամենասկզբից վերցրել եմ an ու 1-ը, ստեղ ունեմ այսենց։ Ստե I եմ ստացել, այս ներքևում է 1 եմ ստացել։ 1։ Հիմա իմ ես հայտարարված օբյեկտի մեջ ես ոնց կարամ այդ դրանք ինտեգրեմ։ Ոնց անեմ, որ միանգամից ինքը իր մեջ հայտնվի, որ սենց գրվի օբյեկտի մեջ A ու 1 կամ սենց։ An 1 կամ սենց, an 1։ Ոնց անեմ, որ այս ներքևում կոնսոլ log անեմ իմ OBJ-ն, երեխեք, ու ինքը տպվի այսենց, an 1, այսի, հետո երկրորդ պարամետրը ben 2, ստորակետ, cen 3, ոնց անեմ, որ սենց տպվի, ինչ պետք է գրեմ, իմ օբյեկտը դատարկ է, բայց ես ուզում եմ իրան լցեմ, այս ցիկլի մեջ, ամեն իտերացիայի ժամանակ գա ամենասկզբից ընկնի an 1, երկրորդ արդեն բանի ժամանակ, այդ շրջանցի բանի իտերացիայի ժամանակ, գրվի ben 2, երրորդի ժամանակ գրվի cen 3, ոնց անեմ, ասեք անեմ։
Նա երջան, ոնց անեմ, որ ես k-ն ու value-ն ինտեգրեմ իմ օբյեկտի մեջ, որ վերջում ստանամ an 1, b 2, c 3։ Ուզում եմ ամենավերջում ստանամ հետևյալը, որ տպեմ an 1, ստորակետ, b 2 ու ստորակետ, c 3։ Ոնց անեմ, որ ստանամ սա։ Ինչ պետք է գրեմ։ Մի հատ տող մնաց այստեղ գրեմ։ Ոնց անեմ, որ այդ արժեքները լցվեն օբյեկտի մեջ։ Լսում եմ։ Ով ինչ տարբերակ ունի, թող ասի, առանց մտածելու, սխալ կլինի, ճիշտ կլինի, ոնց մտածում եք, ասեք։ Երեխեք, ով ինչ տարբերակ ունի, ասում առանց մտածելու, ճիշտ է, թե սխալ է։ Վրեժ, օրինակ դու ոնց ես մտածում, ոնց կլինի։ Ինչ գրեմ, որ լինի։ Օրինակ, չգիտեմ, կարող ասես OBJ կետ, չգիտեմ, ինչ կետ, սենց։ Տարբերակ, ուղղակի տարբերակ։ Չէ, դա չի ավելացնում։ Էրիկ ջան, դու ոնց ես մտածում։ Ոնց կավելացնի։ Չէ, մեծատար OBJ-ն օգտագործվում է միայն արդեն իսկ պատրաստի օբյեկտների համար, որտեղ ինքը մեթոդ է ուղղակի, որը որ k-երից ստանում է զանգված, value-ներից ստանում է զանգված։ Միլենա ջան, դու։ Այդ օբյեկտը վերևում ունենք հայտարարած գլոբալ տիրույթում, հանգիստ կարանք ցիկլի ներսում օգտագործենք OBJ-ն։ Ինչ անեմ, OBJ ինչ։ Գրեցի, OBJ։ OBJ ինչ։ Ահա։ Ոնց, հիմա ինչ գրեմ։ Ինձ ասա տառ առ տառ կամ սիմվոլ առ սիմվոլ ես գրեմ, հա։ OBJ-ն հավասար է ինչ։ Զանգված չի, չէ, որ push մեթոդ ունենա։ Զանգված չի, որ push մեթոդ ունենա, լցենք մեջը, չէ։ Բա ոնց ավելացնեմ։ Ստորելի եմ բան գրելու, OBJ ինչ։ Երեխեք մի բան էլ եմ գրելու։ Ինչին եմ ինչ համապատասխանեցնելու։ Ինչ գրեմ։ OBJ-ի ինչն է հավասար ինչին։ Որպեսզի համապատասխան էդի դնի նրա դեմը։ Հա։ Չէ։ OBJ առարան ինչներից է պետք, Միլենա ջան։ Մեզ պետք է OBJ k-ը, որը որ ինչ է, OBJ k-ը, որը որ հավասար է value-ին։
caps lock-ը միացավ։ Value-ին, երեխեք։ Object-ի key-ը հավասար է value-ին։ Ու այս պարագայում մենք կստանանք մեր ուզած object-ը։ A1, B2, C3։ Պարզեր երեխեք, object-ի մեջ, եթե դուք ուզում եք ցիկլի ժամանակ ինչ-որ մի հատ բան ավելացնեք, OBJ-ը հավասար է value-ի։ Նման տարբերակով ենք ավելացնում։ Ունենք չէ մի քանի տարբերակ։ Կարայ սրա տեղը գրեի, չգիտեմ, սենց կաշխատեր, OBJ-ը հավասար է value-ի։ Աշխատեր։ Բայց մենակ վերջինի վրա։ Չէ, մենակ վերջինը հաշվի կառներ։ Պետք է անընդհատ այս տակերը գրելով գայինք։ Իսկ այս պարագայում ինքը միանգամից վերցնում է։ Այս պարագայում այս մի ձևն է ճիշտ։ Լավ, պարզ էր, չէ։ Հիմա գնանք առաջ։ Երեխեք, այս զանգված, օբյեկտ, այս խառը խնդիրները, օքեյ է, որ մի քիչ դժվար եք հասկանում։ Բայց հաստատ ունակ եք, հաստատ կարաք, նենց որ եթե ինչ-որ մի հատ թերացում է լինում, դա նրանից է, որ դասը կարող է մի անգամ, երկու անգամ եք նայել։ Նայում ենք շատ, խնդիրները լուծում ենք ինքնուրույն, անում ենք շատ, հավելյալը էլի կանեք, հիմա մի հատ նորից խնդիր։ Ունենք մի հատ օբյեկտ, որը որ հավասար է, գրում ենք։ Ուրեմն, A1-ը, B2-ը, C3-ը, D-ն էլ 4-ը։ Ունեմ սենց մի հատ օբյեկտ։ Եվ ունեմ մի հատ առը, որը որ հավասար է 2, 4, 5 արժեքներով։ Հիմա պահանջը ստեղծել նոր օբյեկտ, միայն ստեղծել նոր օբյեկտ, միայն այն, միայն այն k գծիկ վալյուներով, որոնք կան առը-ում, վերջակետ, այսինքն, երեխեք ջան, պետքա ստանանք, ինչ ունենք, որը կա, ուրեմն, A1, մեկը չկա ներքևի առառայում, ուրեմն պետք չի, ֆիլտրացիա ենք անում կոպիտ ասած, B2, 2-ը կա, ուրեմն B2-ը մնում է, ստանում ենք հետևյալ օբյեկտը, ստանում ենք նոր օբյեկտ, որտեղ պետքա գրված լինի B2, այսինքն այդ համընկնումը եղավ, հետո C3, 3 կա, չկա, D4, 4 կա, օքեյ, ուրեմն D-ն էլ եմ գրում, D4, 5, էլ օբյեկտում բան չկա, տար չկա, K-ու value չկա, չեմ կարող համեմատեմ, 5-ն է մնաց օքի մեջ, այսինքն համընկնումը եղավ մենակ 2-ի, այս 2-ի ու 4-ի միջև, դրա համար իմ օբյեկտը, նոր ստեղծվող օբյեկտը, պետքա լինի B2, D4, այսինքն համընկնումը եղել է 2-ի ու 4-ի հետ, հիմա
ստեղծում ենք այդ նոր օբյեկտը ու պայմանով ստուգում ենք, արդյոք կա թե չկա, եթե կա, նոր օբյեկտի մեջ ավելացնում ենք, նոր ոնց արեցինք ավելացումը, այդ նույն ձևով նոր ստեղծվելիք օբյեկտի մեջ կավելացնեք, գնացինք առաջադրանքը, ձեզ 10-15 րոպե ժամանակ երեխեք։ Ինչ? Այո։ Մի հատ լավ տնավարի մտածում եք, նոր օբյեկտ եք ստեղծելու, այդ նոր օբյեկտը կհայտարարեք, հետո տարերը կվերցնեք հին օբյեկտի, հետո երիքի ասած այդ մեթոդը օգտագործելով սիրուն կանեք։
Շատ լավ է, ճիշտ է։ Էրիկ ջան, բա որ սենց գրում ես, որ հարց եմ տալել, ի՞նչ ես պատասխանում։ Հմ, հմ, լավ, լավ, ապրես։ Թող երեխեքն են գրեն։ Երեխեք չմոռանաք, հավելյալը պարտադիր կանեք, այս նոր տնայինի մեջ էլ հավելյալ կա, էդ էլ պարտադիր, այս ինչքան խնդիր լուծեք, այնքան ձեր օգուտն է։ Զանգվածների օբյեկտների ամենալավ տպավորվելու, հա, փաստը դա խնդիրների լուծումն է։ Արդեն տնային առաջադրանքը ուղարկել են կլասրումով։ Միլենա ջան, անպայման բոլոր խնդիրները կուղարկես հաջորդ դասին։ Մինչև երկուշաբթի ժամանակ ունենք, ես պետք է տեղավորվեք։ Էրիկ ջան, array is array-ը մեթոդ է, որը ստուգում է քննարկվելիք օբյեկտը, այսինքն որ դու գրում ես, չէ՞, սենց if, ասենք պայման ես ստուգում, ասում ես array, գրվում է array get is array, սա մի հատ մեթոդ է, որը ստուգում է իր փակագծերի ներսում գրված տարը զանգված է, թե ոչ, եթե զանգված է, վերադարձնում է դրական արժեք, այսինքն true։ Հիմա ստեղ ունենք let rr-ը, ճիշտ է, ասում եմ if array is array rr-ը, եթե rr-ն rr-ը, չէ, զանգված է, ասում եմ console log արա, գրի զանգված էր, եթե չէ, հակառակ դեպքում, թող տպի, որ զանգված չէր, զանգված չէ, ոչ, սա զանգված չէ, հիմա, սրա միակ պրինցիպը նա է, որ ինքը ասում է array is array, սա հիշի մեթոդ է, որ իր փակագծերի ներսում վերցրած էլեմենտը, այստեղ ինչ որ տաս, այս փակագծերի ներսում, ինքը ստուգում է դնում իր վրան, ստուգում է զանգված է թե չէ ու վերադարձնում է բուլյան արժեք, true կամ false, ոնց որ ինք լուծն է, պարզ էր, հիմա ստուգում ենք այս RR-ի իմաստով, ասում ենք ինքը զանգված է, թե ոչ, նայ գրած է, զանգված էր, չէ, ավելի ճիշտ, զանգված է, եթե զանգված չլիներ, այս RR-ը, ուղղակի լիներ 1, տպելու է որ, ոչ ինքը զանգված չէ, ոչ սա զանգված չէ, լավ, հես է իրա պրինցիպը, ուրիշ ստեղ բարդ բան չկա, let result if rr
it includes object K, ասում ենք եթե կա result K, object K, console-ով result, այո, լավ է, վրեժ ջան, ապրես, մենակ ամենալավը կլինի, որ ինքնուրույն գրեք, էլի եմ ասում, հա, Միլենա ջան, ինչ փուլում ես, լավ, դու դրա վրա աշխատի, ես տղեկին մի հատ ուրիշ առաջադրանք տամ, հա? Հեկ, տված է ուրեմն մի հատ սեն զանգված, լեր, առըրեն, հավասար է, զանգված է տված, առըրը մեկը, լավ, առըրը մեկը տված է, սենց մի հատ զանգված, զանգվածի մեջ զանգված է իր այթմները, ու գրած է, Monday, հա, ստորակետ, երկրորդ տարը տված է, նորից զանգված, 1 ու 2, զանգվածի են մեծ զանգվածի արդեն երկրորդ այթմը տված է, այս նույնից, սենց, մի հատ էլ ստեղ այթմ կա, այս երկուսն է թաբուլացիաները պահենք, ուրեմն, ստեղ Monday, ստեղ Tuesday, ստեղ Wednesday, 1, 2, 3, 4, ուրեմն, 5, 6, պահանջը, ասում է, ստեղծել object, ուրեմն, որ էդ իմ object-ը լինի սենց, գրած լինի K-ը mon, volume object-ը էլի, ու գրած է, first, 1, ստորակետ, second, 2, ուրեմն, երկրորդ object-ի գրած է 2, գրած է object, first 3, second 4, և ստորակետ, նույնը Wednesday-ի համար, նորից object-ը, որի մեջ գրած է first-ը, ուրեմն 5, ստորակետ, second, 6, ուրեմն object-ը իջացնենք ներքև, ստանալու ենք հետևյալ object-ը, պարզ էր, գնացինք, ունենք հետևյալ զանգվածը, ստեղծելու ենք հետևյալ object-ը, գնացինք,
Չէ։ Հա, Սամիլ։ Աջան։ New object։ Հա, ոնց չէ։ Հա, ինչ ուզում ես գրի, Միլենա ջան։ Երևի պրաբել, մռաբել ես օգտագործել։ Ապրես, Միլենա ջան, ճիշտ է, անցի երկրորդ։ Ինչ անենք։ Տրված է հետևյալ array-ը, այս array-ը, որի item-ները նորից array-ներ են։ Ու պետք է ստանանք հետևյալ օբյեկտը այս զանգվածից, այս օբյեկտն ենք ստանալու։
Հա, ինչը, հա, այդ զանգվածից ստանանք դու, հա, ժողովուրդ, չի լինում,
Հեսան նայում։ Ճիշտ է, կամոթել է։ Դա դեպի բջջա։ Ճիշտ է, Երիկ ջան, կամոթել է ճիշտ։ Լենանը վերջացնի։ Երեխեք ջան, տնայինը լիքը տնային եմ ուղարկել, հավելյալները անպայման անում եք, ինչքան կարաք խնդիրներ լուծեք, եդ էլ վերջացնում եք, չգիտեմ, ընդ ձեր համար այդ խնդիրը մի քանի եղանակով լուծեք ու սենց շատ նայեք, զանգվածներ, օբյեկտներ խառը, մտեք նայեք, իրանք ընդհանրապես ինչ ոնց են լինում, ոնց է բացվում, ոնց չի բացվում, այդ ամեն ինչը մի հատ նայեք, էլի անպայման, հա։ Չգիտեմ հաջորդ դասին մնացյալ այդ խնդիրների լուծում կանենք, թե արդեն նոր բան կանցնենք, էդ էլ արդեն կհասկանանք, հա, թեմա։ Ինչ կլինի։ Դե երևի թեման անցնենք, հա, մի քանի դասից, էլի արդեն ինձ թվում է մի քանի դասից կարելի է քննություն դնել, որ շատ չկուտակվի ամեն։ Միլենա ջան, կապի մեջ ես, չէ՞։ Այս խնդիրն էլ անպայման։ Մնացած բաց թողած խնդիրներդ հավելյալով պլյուս այսօրվա իմ ուղարկած այդ լիքը խնդիրները սաղ լուծում ես այնքան մինչև ձեռդ բացվի, լավ, որ իդեալական գիտակցեք երեխեք ջան, որ ինչ է այս բանը, զանգված, ինչը, հա, վերջացրու ուղարկի ինձ, ես կնայեմ, անպայման կգրեմ։ Всё, երեխեք ջան, այսօրվա համար այսքանը, այդ մեթոդը անցանք, մեկ է խնդիրներ լուծեցինք, որ ձեր համար ավելի պարզ դառնա, խնդիրները սաղ կլուծեք, լիքը խնդիրներ ունեք լուծելու, լուծեք, ընդհանուր կհասկանաք, եթե ինչ խնդիրներ կլինի երկուշաբթի օրը կքննարկենք, եթե խնդիրներ չլինի, արդեն կանցնենք առաջ, այսքանն է այսօրվա համար։ Լավ է։